Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Թերթը իշխանական աղբյուրից տեղեկացել է, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Այդ հավաքների ընթացքում բոլոր հոգևորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ։ Հենց այդ ժողովն է ընտրում ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում կաթողիկոսի, եկեղեցական ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի եւ իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեև դա զուտ եկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք, կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։ Առաջիկայում եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ ճնշումները հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում ավելի են շատանալու։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Բաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իր մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին, սակայն քաղաքացիական պայմանագրում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդատյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է տիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայն բերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդատյանին տիմերի պատասխանատու է նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդատյանը կարող է ստանալ իր վարձքը, նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. առաջիկա ընտրություններին ընդառաջ հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են։ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է քլնգում Փաշինյանի ընդդիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերը ապագայում ազգային ժողովի նախագահ դառնալու այսօր ավելի բարձր են գնահատվում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հասմիկ Հակոբյանը մինչև ՔՊԱ-ական դառնալը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում։ Հետո մտել էր օրինաց երկիր կուսակցության պատկանող մեդիա լրատվադաշտ եւ ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում։ Դրանից հետո իհարկե քաղաքացիական պայմանագրի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում։ Համաձայն Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի մինչև падգամավոր դառնալը նա տուն չուներ եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ազգային ժողովում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երևանի նոր վարչական շրջանում։ Տունը գնելուց 2 տարի անց 2021 թվականին падգամավորը ձեռք է բերել մեքենա 2015 թվականի արտադրության։ Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած Nissan Magnus-ի մեքենան 2 միլիոն դրամով վաճառել է ընկերուհուն, ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին։ Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության այլ падգամավորին։ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը օգտագործելով ազգային ժողովի նախագահի հետ իր մտերմությունը ծանոթ բարեկամներին ազգային ժողովում աշխատանքի է տեղավորել։ Հարազատ հորը Արմեն Հակոբյանին աշխատանքով է ապահովել ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում։ Իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ որպես գործավարուհի, քրոջ ամուսնուն Վարոյին որպես ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ։ Իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է Լիլիթ Օհանյանը։ Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետը նշանակել է տվել Մարի Ստեփանյանին։ Գրում է թերթը։